Այս շաբաթ մեր երկիր էր ժամանել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությունը։ Հյուրերին խորհրդարանում նախընդունեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներ, տարածաշրջանային զարգացումներ ու Ադրբեջանում պահվող հայերի խնդիր։ Սրանք այն հարցերն էին, որոնք զրուցակիցների քննարկման առանցքում էին։ Հաջորդիվ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց կառույցում ազգային ժողովի պատվիրակության անդամների հետ։ Կողմերն անդրադարձան տարածաշրջանային զարգացումներին եւ ներքաղաքական խնդիրներին վերաբերող հարցերին։ Քննարկվեցին նաեւ Հայաստան-ԵԽԽՎ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։ Անդրադարձանք նաեւ նրան, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի առջև պարտավորությունների կատարման առումով արձանագրել է բավականին լուրջ առաջընթաց եւ պետք է արդեն խոսենք այսպես կոչված post-monitoring-ային հնարավորությունների մասին։ Մենք պետք է շարունակենք մեր համագործակցությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հետ այդ կոնտեքստում։ Ներկայացրեցինք այն հիմնական մեսեջները, որոնք անհրաժեշտ են Հայաստան Եվրոպայի խորհրդի եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով փոխհարաբերությունները կառուցելու համար։ Մենք անդրադարձանք նաեւ մեր հարևանների հետ հարաբերություններին, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը, Թուրքիան եւ Վրաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են եւ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի տարբեր հարթակներում եւ շատ կարեւոր կլինի։ Խորհրդարանից կառավարություն ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հանդիպման առանցքում էին տարածաշրջանին, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր կնքվելիք խաղաղության համաձայնագրին վերաբերող հարցերը։ Այցի շրջանակում հյուրերին ընդունեց նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, հանդիպման ընթացքում բարձր գնահատվեց Հայաստանի եւ Եվրոպայի խորհրդի միջև հաստատված սերտ ու արդյունավետ համագործակցությունը, ընդգծվեց, որ ընդհանուր արժեքների վրա հիմնված աշխատանքը Եվրոպայի խորհրդի հետ նպաստում է Հայաստանի ժողովրդավարական առաջընթացին։ Մինչ Հայաստանից հեռանալը ապրիլի 24-ին պատվիրակությունն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ հարգանքի տուրք մատուցեց հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակին։